Սիրելի հեռուստադիտողներ, խորհրդնողների նեջն է մեր եթերում եւ մինչ թեմային անցնելը հիշեցնեմ մեր այս հատվածի գործընկերոջը։ Բելգիական Ontex ընկերությունն իր Canbebe ապրանքատեսակով։ Canbebe վարտիկ տակդիրները պատրաստված են բնական կոնցեպտով, չեն պարունակում պարաբեններ, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովում են ձեր փոքրիկների հուսալի եւ հարմարավետ վիճակը ողջ օրվա ընթացքում եւ հասանելի են Հայաստանի ողջ տարածքում։ Այսօր խոսելու ենք մի խնդրի մասին, որի վաղ հայտնաբերումն ու ճիշտ կառավարումը կարող են վճռորոշ նշանակություն ունենալ երեխայի հետագա զարգացման համար։ Խոսքը բնածին լսողական խանգարումներն են։ Այսօրվա իմ հյուրն է Շենգավիթ բժշկական կենտրոնի քիթ կոկորտականջաբան, աուդիոլոգ, լսողության եւ խոսքի վերականգնման ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արմինե Մարտիրոսյանը։ Ողջույն Վիշկուր Մարտիրոսյան, շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ինչ է իրենից ներկայացնում բնածին լսողական խանգարումները։ Սկսենք այդտեղից։ Բնածին լսողության խանգարումները, իրականում լսողության խանգարումները լինում են ժառանգական, բնածին եւ ձեռքբերովի։ Ժառանգականը դրանք պայմանավորված են գեներով, գեները կարող են լինել դոմինանտ կամ ռեցեսիվ, որոնց համադրության դեպքում ծնվում է լսողության խանգարումով երեխա եւ ունենք նաեւ սինդրոմները։ Սինդրոմների ժամանակ բացի լսողության խանգարումից նաեւ երեխան ունենում է այլ խնդիրներ եւս։ Իսկ բնածին լսողության խանգարումների ժամանակ երեխան ծնվում է արդեն լսողության խանգարումով, որի պատճառները բավականին շատ են։ Առաջինը դա ներարգանդային կյանքի ընթացքում հանդիպած ինֆեկցիաներն են, սպառնացող վիժումները, հիպոքսիաները, մոր ընդունած դեղորայքը եւ վիրուսները, որոնցով հիվանդացել է մայրը, հատկապես վտանգավոր են լսողության համար ցիտոմեգալովիրուսը, հերպես վիրուսը, գրիպի վիրուսը, կարմրախտը, քութեշը եւ կապված է ինչպես ներարգանդային կյանքի զարգացման այս գործընթացներով, այնպես էլ ծննդաբերական ակտի ժամանակ, երբ որ ունենում ենք ծննդաբերական տրավմաներ, հիպոքսիկ վիճակ, հիպոքսիկ իշեմիկ վիճակ, հիպոքսիկ հեմորրագիկ վիճակներ, երբ վնասվում է մետաբոլիզմը լսողական օրգանի եւ բերում է կայուն լսողության խանգարման։ Ինչպես նաեւ կարող է լինել հիպերբիլիրուբինեմիա նորածնային շրջանում, ռեզուս անհամատեղելիությունը, մոր եւ բրխի, վաղաժամ ծննդաբերությունը, այսինքն անհասությունը 32 շաբաթ եւ քիչ դեպքում, ինչպես նաեւ 1500 գրամ եւ պակաս քաշի դեպքում նույնպես կարող են հանդիպել, որովհետեւ երեխայի նյարդային համակարգի, զգայական համակարգի զարգացումը դեռ լիարժեք ավարտված չի լինում։ Ինչպես նաեւ հետծննդաբերական նորածնային հասակում, երբ երեխան ինտենսիվ թերապիայում ստանում է բուժում։ Կարող են լինել օտոտոքսիկ պրեպարատներ, հատկապես ամինոգլիկոզիդային շարքի անտիբիոտիկները, որոնք ընտրողաբար ազդում են հենց ներքին ականջի վրա։ Արհեստական շնչառությունը, այս բոլորը համարվում են որպես բնածին լսողության խանգարման պատճառներ։ Եվ իսկ ծննդաբերությունից հետո, եթե երեխան ունի ինչ-որ խնդիրներ եւ ստանում է այդ համապատասխան բուժումները կամ այլ ինֆեկցիաներով է նորածնային շրջանում հիվանդանում, որը բերում է լսողության խանգարման, դրանք արդեն համարվում են ձեռքբերովի նորածնային շրջանում։ Մենք խոսում ենք վաղ ախտորոշման մասին, շատ խիստ կարևորելով դա, այս դեպքում մեծ պատասխանատվություն ավելի բուժ պերսոնալի վրա է, որովհետև կան սկրինինգ տեստեր, մայրիկներն ու հայրիկներն են դա նկատում, երբ այդ վաղ ախտորոշումը ճիշտ, որ պետք է հետևողականորեն լինել, բաց չթողնել եւ իհարկե որպեսզի խնդրի ժամանակին լուծում տանք, ինչու է դա կարևոր։ Այո, 2008 թվականից Հայաստանում ներդրվեց լսողության նորածնային սկրինինգը եւ այդ օրվանից բոլոր ծննդատները հանրապետության, ճիշտ է տարիների ընթացքում արդեն սկզբից 4 ծննդատուներ այնուհետև ընդգրկվեց բոլորը եւ երեխան ծնվելուց 48 ժամվա ընթացքում կատարում ենք լսողության սկրինինգ։ Դա առաջի փուլն է, ծրագիրը փուլերով է ընթանում։ 48 ժամվա ընթացքում հետազոտվում է երեխայի լսողությունը, եթե գրանցվում է նորմալ պատասխան, ուրեմն երեխան ունի
նորմալ լսողություն։ Եթե պատասխանը չի գրանցվում, ուրեմն երեխան ունի ինչ-որ խնդիր կամ ուղղակի երեխայի արտաքին լսողական անցուղին լցված է պտղաջրերով, արյան մակարդուկներով, կամ ունենք միքսոիդ հյուսվածք միջին ականջում, որը երեխայի մոտ դեռ չի հասցրել ներծծվել եւ դա կարող է դառնալ պատճառ, եւ երրորդը, եթե ունենք արդեն լսողության խնդիր։ Եթե ունենք այսպիսի պատասխան, որ չի գրանցվել ծննդատանը, արդեն երեխան պետք է հետազոտվի 3 ամսականում, երկրորդ փուլն է դա։ Մենք ծնողին իրազեկում ենք, թե ինչ խնդիրներ կարող եք ունենալ, որ պետք է անպայման ներկայանաք հետազոտությանը, եւ 3 ամսականում հետազոտում ենք։ Եթե ամեն ինչ նորմալ է, պատասխանը գրանցվում է նորմալ, ուրեմն վերջ երեխան ունի նորմալ լսողություն։ Մենք ունեցել ենք այսպես կոչված կեղծ ֆակտորներ, որոնք առաջի փուլում պատասխանը չեն գրանցվել, որոնց պատճառով, եւ եթե չի գրանցվում, արդեն 3 ամսականում սա ահազանգ է, որ մենք ունենք լսողության խնդիր իրոք։ Եվ երեխան հետազոտության է անցնում երրորդ փուլ։ 6-ից 9 ամսական, 6-7 այդ հատվածում ենք հիմնականում հետազոտում եւ այս ժամանակ արդեն մենք բոլոր լսողության անհրաժեշտ հետազոտությունները կատարում ենք, որպեսզի ունենանք ախտորոշում։ Այս շրջանում ախտորոշումը ունենալուց հետո արդեն կազմակերպում ենք համապատասխան բուժում, այսինքն անհրաժեշտ ուղին ենք ընտրում բուժման։ Ինչու է նորածնային սկրինինգը ներդրվել ամբողջ աշխարհում։ Ծնողը զգում է երեխան չի լսում, երբ որ խոսքը չի զարգանում։ Իսկ դա արդեն բավականին մեծ տարիք է, 2-ից հետո, որը խոսքի զարգացման համար արդեն ուշ է լինում, եթե մենք ինչ-որ միջամտություն անենք։ Այդ պատճառով այս սկրինինգային ծրագրի շնորհիվ մենք 6-7 ամսականում արդեն ունենում ենք ախտորոշում եւ շատ վաղ հայտնաբերեցինք, շատ վաղ բուժման սկզբունքներն ենք ընտրում, կատարում ենք բուժումը եւ երեխան արդեն իր լսողախոսակցական ֆունկցիայով լիարժեք ներգրվում է հասարակության մեջ, այո, եւ ինտեգրվում է, համապատասխան տարիքում դպրոց է գնում եւ կյանքի որակը արդեն իրոք փոխվում է։ Ես տեսնում եմ, որ մենք այստեղ փոքրիկ ատրիբուտներ ունենք, կներկայացնենք ինչ կարող ենք ավելի դեմոնստրատիվ ցույց տալ մեր հեռուստադիտողներին։ Լսողության բուժման սկզբունքները կախված մեր ախտորոշումից, եթե մենք ունենք միջին ականջի խնդիր, այդ բուժումը գնում է որպես կոնսերվատիվ կամ վիրաբուժական։ Եթե մենք ունենք ներքին ականջի խնդիր եւ կայուն լսողության խանգարում, այսպես կոչված սենսոնևրալ ծանրալսություն, որը կարող է լինել միակողմանի կամ երկկողմանի, եւ ունենք աստիճաններ առաջինից մինչեւ 5-ը, 4-րդը եւ 5-րդը արդեն խլություն է որպես ախտորոշվում, այս դեպքում մեզ միայն օգնության են գալիս սարքերը։ Առաջի, երկրորդ, մինչև երրորդ աստիճանի ծանրալսության դեպքում մենք ուղղորդում ենք երեխային լսողապրոթեզավորման լսողական սարքերով, որոնք այժմ լավ զարգացած տեխնոլոգիաներ ունեն եւ թվային են, ապահովում է եւ երեխայի լավ լսելիությունը եւ խոսքի լավ հասկանալը, ինչպես նաեւ աղմկոտ միջավայրում երեխայի ադապտացիան այդ լսողական ֆունկցիայի նաեւ դպրոցում։ Սրանք լսողության սարքերն են, որը կիրառում ենք լսողապրոթեզավորման ժամանակ։ Այստեղ ներականջային լսողական սարքերն են, որոնք մանկական հասակում խորհուրդ չի տրվում եւ չի էլ թույլատրվում կիրառել ներականջային, քանի որ երեխայի լսողական անցուղին կյանքի ընթացքում փոփոխվում են չափսերը։ Այո, եւ այդ պատճառով եւ հասկանելիությունը այս սարքերով երեխայի մոտ ավելի վատ կլինի։ Այդ պատճառով էլ մենք խորհուրդ չենք տալիս։ 4-րդ աստիճանի կամ խլության դեպքում ցուցված է կոխլեար իմպլանտացիան։ Այս հատվածը տեղադրվում է ներսում խխունջի մեջ, իսկ դրսից երեխայի վրա երևում է միայն այս սարքը կամ այս սարքը։ Այո։ Եվ պատկերացնում, որ այս փոքրիկ սարքը կարող է մեծապես երեխայի վերականգնվում է ամբողջ լսողությունը երեխայի եւ մենք ունենում ենք հետագայում նորմալ լսող եւ խոսող երեխա, որը հաճախում է դպրոց եւ այնուհետեւ բարձր կրթական համալիր։
Շատ լավ, շատ լավ գեղեցիկ նոտայով կարելի ասել կարող ենք ամփոփել այս հատվածը, հասկացանք, որ դեպքերում կարող են դիտվել բնածին լսողության խանգարումները, ինչի հետևանքով որ սկսած նույնիսկ քլության ընթացքում զարգացած մի շարք ինֆեկցիաների կամ այլ պատճառներով կարող են զարգանալ, հասկացանք նաև, որ գործում է նաև նորածնային սկրինինգ տեստը, ինչը շատ կարևոր է վաղ հայտնաբերման եւ իհարկե մեր հյուրը մանրամասնորեն ներկայացրեց, որոնք են բուժման ժամանակակից մոտեցումները, որոնք կարող են մեծապես փոխել թե հարազատների, թե երեխայի կյանքը այն առումով, որ երեխան ամբողջապես կկարողանա զարգացնել իր խոսքը, ինտեգրվի սոցիումի մեջ եւ բնականաբար այս առատը ու խնդիրը չազդի իր հետագա կյանքի վրա։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ մեր այս հատվածի գործընկերն է բելգիական Ontex ընկերությունը Canbebe ապրանքատեսակով։ Canbebe վարտիկ տակդիրները չեն պարունակում պարաբեններ, օծանելի գրգռող նյութեր, պատրաստված են բնական կոնցեպտով, ապահովում են ձեր փոքրիկների հարմարավետությունը ողջ օրվա ընթացքում եւ որ ամենակարևորն է հասանելի է Հայաստանի ողջ տարածքով։ Այս պահին պատրաստել ենք այսքանը, գնացինք առաջ։